Ու ինչն է քեզ ստիպել, որ նորից գաս այստեղ։ Ես գիտեմ, որ դուք այլ հարցերով եք զբաղվում։ Ու ես հիմա սխալ բաժանմունքում եմ։ Բայց ձեր հետ խոսելը մի տեսակ հեշտ է ստացվում։ Դրա համար էլ եկել եմ։ Իսկ ավելի պարզ։ Ես մի բան եմ արել, որ ուզում եմ խոստովանեմ։ Ու իմ խոսքից շատ բան է կախված։ Ինձ հիմա ձեր օգնությունն է հարկավոր։ Այսինքն։ Ես օրենքներից լավ չեմ հասկանում։ Ու միակ ծանոթս ես ոլորտում դուք եք։ Կներեք, որ ձեզ խանգարում եմ, բայց իրոք ինձ շատ է պետք ձեր օգնությունը, ես շատ վատ իրավիճակում եմ։ Որ բացատրեք իրավիճակը, կհասկանամ։ Կարող եմ օգնել, թե ոչ։ Նորոյին հիշում եք, չէ՞։ Իրանց տունը առանց իրանց իմացության վաճառվել է։ Ու դրանում ես իմ բաժին մեղքն ունեմ։ Ու ինձ հիմա շատ վատ եմ զգում։ Չհասկացա։ Այսինքն ինչ է նշանակում առանց իմացության վաճառվելը։ Խնդրում եմ մանրամասնել։ Արշակ կներես ինձ, որ այսքան ժամանակ քեզ նեղացրել եմ։ Ես իրոք այդ մտադրված չեմ արել։ Այդ ամեն ինչը իմ բարկությունից է եկել։ Երբ որ ես ճիշտը իմացա, ուղղակի իմ աչքերի առաջ սևացավ։ Ինձ թվում էր, որ բոլորդ իմ թշնամին եք։ Ուղղակի ես չէի հասկանում, որ քո հանդեպ ինձ տենց պետքա չպահեմ։ Որովհետև դու միակ մարդն ես եղել, որ մտածել է իմ կյանքի մասին, որ փորձել է նենց անի, որ իմ կյանքը գոնե իմաստ ունենա։ Ես անշնորհակալ չեմ ու ես ուրացող չեմ։ Իմ սերը քո հանդեպ այդ երկու օրվա բան չէր։ Չէր կարա տենց արագ անցներ։ Ես չէի կարա քեզ մի օրում ատեի։ Դու գիտես չէ, որ դու իմ տունն ես, իսկ արևը իմ կյանքն է։ Ու ես այս աշխարհում ուրիշ ոչ մեկի չունեմ։ Մեր հարաբերությունները նենց չէին, որ անցյալում ինչ-որ եղածի համար սենց լիներ։ Հա ես հասկանում եմ, որ դու ուշ եսի բացել ես պատմության մասին։ Բայց մեկը, դու պետքա չթողնեիր, որ Լանան ինձ մոտենար։ Որովհետև այս ամեն ինչի պատճառը Լանան է։ Դու իրոք հավատում էիր, որ մարդ կարա 23 տարի հետո փոշմանի իր արածի համար։ Կամ մեղքի զգացում ունենա։ Չես մտածում, որ այդ մեղքի բաժինը շատ մեծ է այս անգամ։ Կամ էլ կարողա քո սիրելն է նենց արել, որ ինքը ինչ-որ բան հասկանա։ Կամ էլ ինքն է հենց արել, որ դու իրան սիրես։ Բա որ այդ անձնագիրը ուզեց, հարց չծագեց, ինչու է ձեզանից ուզում ոչ թե մորից։ Իհարկե ես հարցրել եմ, բայց ինքը ասեց, որ չի ուզում, որ Թամար տատը անհանգստանա։ Ինքը այդ ժամանակ շատ վատ վիճակում էր։ Հա որ։ Հա։ Շահ չկար։ Ինչ շահ պիտի ունենայի։ Ինչ իմանամ, քեզ եմ հարցնում։ Այս փաստացի խաբեությունը։ Բաբկենը համ ինձ է խաբել, համ էլ Նորոյին։ Ես չեմ կարող հայտը դատարան ներկայացնել,
Կամ ինչ-որ բան անեմ, որ այս սուտը բացահայտվի։ Տունը օրինական վաճառվել է։ Բաբկեն օրինական սեփականատեր է։ Գնորդն էլ օրինական առել է։ Բարդ ընթացք է լինելու։ Հա, բայց խաբեությամբ է վաճառվել, չէ՞։ Նորոյենք ուրիշ տեղ չունեն ապրելու։ Իրանք ուրիշ տուն չունեն։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ օգնեմ իրանց։ Խնդրում եմ ձեզ, ինչ-որ ճանապարհ ինձ ցույց տվեք։ Ես կասեմ քեզ ինչ անես ու ում դիմես։ Բայց գործը դատարան հասնելու համար պետքա նորոն բողոքի։ Իրանց տունն է։ Բաբկենն էլ պետքա պատրաստ լինի գումարը վերադարձնելու։ Եթե չկարողացավ, այլ ընթացք է ստանալու գործը։ Այսինքն Նորոյի բողոքը պարտադիր է։ Իհարկե պարտադիր է, առանց Նորոյի հնարավոր չի։ Դու այստեղ ընդամենը վկա ես ու կարող ես խոսել Բաբկենի դեմ։ Բայց գործին ընթացք տալը Նորոյից է կախված։ Շատ լավ։ Ուրեմն ես կխոսեմ Նորոյի հետ ու նորից կգամ։ Երբ բողոքը պատրաստ լինի, ես կասեմ ում դիմել եւ ինչպես անել։ Բայց միջև այդ պետքա նորոն բողոքի։ Խաբեությունը ապացուցել է պետք։ Ես ամեն ինչ կանեմ։ Ես թույլ չեմ տա, որ իմ պատճառով իմ հարազատ մարդիկ դրսում մնան։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ձեզ, որ ինձ ժամանակ տրամադրեցիք։ Նոր մենք դուրս են գալիս մի քիչ քայլենք։ Կարողա դու էլ գաս, ցրվես մի քիչ։ Չէ, ախպերս դուք հանգիստ գնացեք։ Նոր։ Ամեն ինչ լավ կլինի։ Ալինաս երբ է գալու։ Այսօր բաց դաս ունեն, երևի կուշանա։ Երեխան ոչ մի բան չասեք, մինչև հասկանանք ինչ ենք անում, լավ։ Լավ։ Մագդա, այս կյանքում բոլորն էլ սխալն ուղղելու հնարավորություն ունեն։ Լավ էլի արշակ։ Այդ ուշացած զղջումը ոչ մեկին պետք չի։ Ոչ այն մարդուն, ում հանդեպ արել են, ոչ էլ այն մարդու, ով ինքն է արել։ Որովհետև դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Դրանից ուղղակի հասկանալու ես, որ այդ մարդը ընդամենը ուշացել է։ Ես չեմ հավատում, որ օր կգա, որ ես Լանային մամա կասեմ ու կընդունեմ որպես մամա։ Հա, եթե այս Կարենի արածները չլիներ, եթե այդ գումարի պատմությունը չլիներ, կարող է ինչ-որ բան փոխվեր։ Բայց հիմա անհնար է։ Ինձ թվում է ինքը եկել է այս տուն ընդամենը իր տված ցավը կրկնապատկելու համար։ Մագդա, չէ ու նորից չէ։ Խնդրում եմ քեզ։ Լանային Կարենի հետ մի կապի։ Բայց ինչ անեմ, կասես։ Ինքը չգիտեր իր կողքը ինչ ձևի մարդ է։ Ինչի համար էր իմ մասին պատմում։ Հա, կարող է Լանան դժվարությամբ այդ քայլին եկել։ Բայց մեկ է, արդյունքը երկուսս էլ տեսել ենք, չէ՞։ Լսի, Լանան դիտավորյալ չի պատմել Կարենին քո մասին։ Պայտակ քո մասին մտածելով, կարոտելով, իրա վախերի մեջ շփոթված, կիսվել է հետը։ Իրա ցավի, իրա սխալի մասին է պատմել, իմացել է դիմացինը մարդ է, որ կհասկանա։ Հետ էլ առթից օգտվել է։
Որոշել է, որ շատ հեշտ փող աշխատելու ձև ա գտել։ Մտածել է, որ կարա ինձ մատերի վրա ֆռացնի, խափի։ Լսի, Լանան մեր տուն մտնելով փորձել այդ Կարենին հեռու պահի մեզանից, քեզ պաշտպանի։ Որովհետև տենց միշտ քո կողքին կլիներ։ Քո յուրաքանչյուր քայլի մասին կիմանար։ Միշտ իր աչքի առաջ կլիներ։ Երբ որ օգնության կարիք ունենար, կօգներ քեզ, կպաշտպաներ։ Լսի, Լանան շատ մեծ հարվածներ ա իր վրա վերցրել, երբ որ դրանք ուղղված են եղել մեր ընտանիքի վրա։ Իսկ ինչ վերաբերվում այդ գումարին, ինքը ստիպված է արել, որովհետև ինքը կամ պետք է իր անուն ընտրեր կամ քեզ։ Իսկ ինքը քեզ է ընտրել, Մագդա։ Չվախենալով, որ համ ես, համ դու իրան գող կանվանենք։ Մագդա, երբ որ դու իրան առաջին անգամ տեսար, ասացիր, որ շատ տարօրինակ մարդ է։ Ուզում եմ հասկանամ, դու վստահում ես տարօրինակ մարդկանց։ Չես մտածում, որ կարա վտանգավոր լինի։ Չես մտածում, որ ինքը կարա քեզ վնաս տա։ Լանա հերիք է։ Հերիք է բոլորդ ինձ ասեք, որ ես մարդկանց չեմ ճանաչում, որ չգիտեմ ինչ անեմ, ուղղակի հերիք է։ Մագդա, ես ուզում եմ, որ դու այդ մարդուց հեռու մնաս, հասկացար։ Ոնց հասկանում եմ, դու արդեն շատ ես օգտվել իմ բարությունից ու մտերմությունից, բայց կլինի չխառնես դերերն ու տեղերը։ Մագդա, ես այս ամեն ինչը քո համար եմ անում, Որովհետև ինչ։ Դու ինչ գիտես Կարենը ով է, որ սենց վստահ խոսում ես։ Նախ ես չեմ հասկանում, դու որտեղից ես մեր հանդիպման մասին իմացել, որովհետև չեմ հավատում, որ տեսել ես։ Դու այդ ժամանակ տանն էիր ու չէիր կարա տեսնեիր։ Ես չեմ կարողանում այս ամենը արդեն հանդուրժել։ Դու շատ ես մտնում իմ անձնական կյանք, ու պետքա դու ինձ բացատրություն տաս։ Կամ մինչև վերջ խոսի, կամ հենց հիմա դուրս արի իմ սենյակից։ Մագդա, ես Կարենին ճանաչում եմ։ Ինքը շատ վատ մարդ է։ Մագդա, լսի, Լանան իրոք ուզել է քեզ օգնի։ Ինքը մեր դեմ չի գործել, խնդրում եմ հասկացի։ Մագդա, ես ուզում եմ քեզ օգնեմ։ Կլինի դու քեզ օգնես։ Ինձ ասում ես, որ ճանաչում ես Կարենին, բայց չես ասում, թե որտեղից։ Ու ուզում ես ես քեզ հավատամ։ Չունեմ այդքան վստահություն։ Լսի, դու միշտ ինձ ասել ես, որ ուզում ես մամա ունենալ, որ ուզում ես հասկանաս, թե ինչ բան է։ Լսի, դու հիմա ունես այդ հնարավորություն, այդ մարդը կա։ Մագդա, իսկ եթե փորձես։ Ինչի ես եկել։ Նորո շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Երեկվա խոսակցությունը քեզ քիչ էր։ Եկել ես շարունակության հետևից, հա։ Լավ, կարամ իմանամ։ Ո՞նց ես կարողացել այս տանդուրը տուկ-տուկ տաս, հա։ Ձեռքերը չդողաց։ Թե դու այնքան որ խոսում ես, ու իրականում ոչ մի մեղքի զգացում էլ չունես։ Նորո ես գիտեմ, որ իրավունք չունեի ես տան կողմը նայելու նույնիսկ։ Որովհետև այստեղ կանգնած շունչս կտրվում է։ Մեղքի զգացում ինձ տանջում է Նորո։ Բայց խնդրում եմ քեզ, ուղղակի աղաչում եմ, թող ներս գամ։ Ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ես գիտեմ ինչ կարելի անել, որ տունը չկորցնեք։ Այսինքն։ Հիմա այստեղ կանգնած պետքա խոսեմ, հա։
Հա, ես երազել եմ լավ մոր մասին։ Բայց այն մոր մասին, որի մասին դու ես ինձ պատմել, ոչ թե Լանայի։ Արշակ Լանան այդ մարդը չի։ Դու ինձ ինչ էլ ասես, իմ մոտ ոչ մի բան չի փոխվելու։ Ես ուղղակի չեմ կարող իրան ուրիշ ձև ընդունեմ։ Մագդա, եթե ես Լանայի հարցում վստահ չլինեի, ես քեզ այսքան բանը չէի ասի։ Ու չէի խնդրի, որ դու ընդունես իրան։ Հակառակը ես ամեն առաջին մարդը կլինեի, որ կստիպեր Լանային քեզանից հեռու լիներ ու հավատ այդ շատ վատ ձևով կասեի։ Բայց ես հիմա չեմ կարող ոչ մի բան անեմ, որովհետև այդ կնոջ մտքին ոչ մի վատ բան չի եղել։ Ինքը քո հանդեպ ոչ մի սխալ քայլ չի արել, լսում ես։ Արի ուղղակի այս թեման փակենք։ Մեկ անիմաստա ոչ մի բան չի փոխվելու։ Այս պատմության ամենացավոտ կողմը այն էր, որ ես քեզ այսքան նեղացրել եմ։ Ում պատճառով Լանայի։ Լուրջ եմ ասում, ես ուզում եմ քեզանից 1000 անգամ ներողություն խնդրեմ։ Պետք չի։ Ես հիմա քեզ ավելի շատ եմ սիրում։ Որովհետև դու իմ համար արել ես այն, ինչը չեն արել իմ ծնողները։ Ինձ թվում է այս աշխարհի ամենալավ մարդը դու ես։ Ու երևի Աստված ամենալավ սիրտը հենց քեզ ա տվել։ Արշակ, ես իրոք ուզում եմ քո նման մարդիկ շատ լինեն։ Երանի մանկատանը ապրող այդ երեխեքին հենց քո նման մարդ հանդիպի, որ գոնե իրանք դժբախտ ու տենց վատ հոգեվիճակով չմայծանան։ Սիրտս մի քիչ հնգավ տեղ։ Ես մտածում եի, որ կյանքում ես չես հասկանա, Մագդա։ Արշակ, ես ոնց կարամ քեզ չհասկանամ, այդ ուղղակի անհնարին բան է։ Բայց ես ուզում եմ նորը հենց տուն գնամ։ Հո բան չի եղել։ Չէ, ուղղակի զանգում եմ, առավոտից չի վերցնում։ Լավ, այդ դեպքում գնա, բայց կապի մեջ կլինես։ Ոնց ասես, բայց արի քեզ մի անգամ էլ գրկեմ նոր գնամ, որովհետև ես իրոք քեզ շատ եմ նեղացրել։ Ահա որ։ Կարծեմ ես քեզ ասել էի, չէ, որ ոչ մի բան չանես։ Աստված չանի, հասո իմանան, որ դու գնացել ես բաժին։ Ու քեզնից ավել բաներ ես խոսացել։ Տես գուշացնում եմ։ Աստված չանի։ Նորո կլինի հանգստանաս ու նենց չանես, որ ես վախենամ խոսելուց։ Ես քեզ ասել էի, չէ։ Հա, Նորո, գնացել եմ ոստիկանություն ու Գևորգյանի հետ եմ խոսել։ Ու իր հետ եմ խոսել, որովհետև մենակ իրան եմ ճանաչում։ Բայց ես այդ նրա համար եմ արել, որ դուք ձեր տունը չկորցնեք։ Ու համել, որ ես հանգիստ լինեմ։ Լավ, ես ինչ անեմ, որ քեզանից պրծնեմ։ Ինչ անեմ, հաս։ Քո պատճառով թողեմ գնամ ես երկրից, հա, որ պրծնեմ քեզանից, ինչ ես ուզում։ Ես քեզ ասել էի, չէ, որ քո օգնության կարիքը չունեմ։ Ասել էի, թե չէ։ Չեմ հասկանում, դու հասկանալու հետ կապված խնդիրներ ունես, աղջիկ ջան։ Ստեղից մտնում, ստեղից դուրս ա գալիս։ Նորո կլինի չգոռաս։ Ես ամեն ինչ անում եմ, որ դու իմ կյանքում չլինես, նորմալ բացատրում եմ մարդկային ձևով։ Բայց մեկը դու կաս։ Ինչ անեմ, ասա։ Նորո հիմա կռիվ անելու ժամանակը չի։ Դու հասկանում ես, որ դուք տուն եք կորցնում։ Եթե հիմա ինձ չլսես, դու ոնց ես պահելու ես տունը, ոնց ես Ալինային պահելու, ոնց եք ապրելու, Նորո։ Այդ ընդհանրապես քեզ չի վերաբերում, աղջիկ ջան։ Գնա քո կյանքով ապրի, մենակ գնա, էլի գնա։ Նորո, Գևորգյանը ասաց, որ
հնարավոր է իրավիճակը փոխել։ Բայց գործը դատարան հասցնելու համար քո բողոքն է պետք։ Ու եթե դու բողոքես, կկարողանան գործին ընթացք տալ։ Մնացածը ես ամեն ինչ կանեմ, ես վկայությունս կտամ։ Ինձից ինչ հասնում է, անկեղծ կանեմ, մենակ թե այդ մի բողոքը հասցրու ոստիկանություն, որ կարողանան իրենք գործին ընթացք տալ։ Ինչ։ Ինչի ես զարմանում, Նորո։ Դու բաբկենին որպես հայր չես ընդունում, չէ՞, ատում ես այդ մարդուն։ Դու գժանոցի ապրանք ես աղջիկ ջան, հա։ Դու հասկանում ես ինձ ինչ ես առաջարկում։ Ես գնամ իմ հորդեմ ցուցմունք տամ։ Նորո, բայց դու ախր Հա, մենք իրար հետ կապ չունենք։ Ես իրան որպես հեր չեմ ընդունում ինձ։ Հա, մենք կապ չունենք, բայց ես չեմ կարա տենց բան անեմ, հասկանում ես։ Մենք նույն արունը ունենք։ Ես իրա շնորհիվ է որ ծնվել եմ։ Ես ո՞նց կարամ գնամ իմ ծնողի դեմ ցուցմունք տամ, աղջիկ ջան։ Դու հասկանում ես ինձ ինչ ես առաջարկում։ Ես ուր եք ընդհանրապես ինձ հասցրել, ինչ կարծիք ունես դու իմ մասին։ Դու երկար ես մտածել, աղջիկ ջան, հա։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ դու մտածել ես ու եկել ես այս հարցը ինձ տալիս ես։ Նորո մի րոպե։ Չէ, դու գնալով չափերը տանցնում ես, աղջիկ ջան։ Ես քո հետ ոնց խոսամ։ Ես քեզ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս, առհասարակ։ Այնպես պայի քեզ որ ճանապարհին դենամ գոնե դեմքիդ նայեմ։ Քեզ ով է թույլ տվել, ես քեզ ասել էի, որ գնաս Գևորգյանի մոտ։ Ես քեզ խնդրել էի։ Ինչի ես գնացել։ Նորո, որովհետև ուզում եմ օգնել ձեզ։ Մենք օգնության կարիք չունենք, այ դու ունես, հաստատ ունես, գնա քեզ օգնի։ Նորո, դու իմ ամեն արածի մեջ միշտ վատն ես տեսել, բայց ախր Որովհետև քո ամեն մի քայլից հետո ես խնդրի մեջ եմ ընկնում, աղջիկ ջան, ավելի վատ վիճակում եմ հայտնվում։ Դու չես հասկանում ինձ քո օգնությունը ընդհանրապես պետք չի։ Դու հասկանում ես, որ ես քո քայլով, քո առաջարկով ինձ ավելի շատ ես նվաստացնում։ Ես ո՞նց կարամ գնամ իմ ծնողի դեմ ցուցմունք տամ, աղջիկ ջան։ Ես անծանոթ մարդու դեմ կյանքում տես բան չեմ անի։ Ինչ դուր չեմ տալու մնաց գնամ իմ ծնողի դեմ տես բան անեմ։ Քեզ ով է ասել, որ ինչ-որ բան անես, հե? Ով է քեզ խնդրել։ Ինչ ես աչ ու ձախ անվանես այդ խաղում, հասո։ Ինչ անեմ ես, կասես։ Գնամ ծնկաչոք եկեղեցում աղոթեմ, որ պրստեմ քեզանից։ Ինչ եք ուզում ինձնից, ամեն մեկդ մի խնդիր ստեղծում եք։ գիտես հիմա ինչ եմ զգում։ Ինչ ուզում ես զգա իմ համար մեկա։ Մեկա։ Նոր կներես։ Ես անկեղծ չգիտեի, որ այս քայլս այսքան քեզ կբարկացնի։ Ես այդ ժամանակ ուղղակի ուզում էի քեզ օգնել, ուրիշ ոչ մի բան։ Իբր դուրս ենք եկել մի քիչ ցրվենք չի ստացվում։ Նա ես էլ չեմ կարողանում ցրվեմ։ Անդադ մտածում եմ ինչ կարելի է անել։ Շատ դժվար է։ Բա որ այդ մարդը ոստիկանություն դիմի ինչ ենք անելու։ Չէ, բանը դրան չի հասնի։ Ես արդեն ամեն ինչի հավատում եմ։ Էլիզ, այսքան խառնաշփոթի մեջ ամենակարևորի մասին չես մոռանում, չէ՞։ Ինչ նկատի ունես։ Այն որ ես քեզ սիրում եմ։ Ես վերջերս քիչ եմ ասում, Բայց ես այդ գիտեմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Դու իմ կյանքի միակ ուրախ նոտան ես հիմա այդ։ Ինչքան ժամանակա արշակին չեմ տեսել։ Ուզում եմ հետը հանդիպեմ համել Մագդայի հետ մի քանի բառ խոսեմ։ Արի գնանք ինձ խանութ իջացրու մի քանի բան առնեմ, գնամ տանը պատրաստ եմ։ Դու էլ գնա շուտարի միասին հաց ուտանք։ Հա, բայց լավ բան ես ասում, գիտես։
Դե գնացինք։ Մագդա, Խանգարեցի, հա։ Ամոթա, գոնե դուրը կարայիք փակեիք։ Հասմիկը արդեն գնում է։ Այդ ես եմ արդեն գնում։ Չէ, պետք չի գնաս Մագդա։ Մնա։ Նորոն քեզ ամեն ինչ կբացատրի։ Ես գնացի։ Հիմա նորից կասես, որ իզուր եմ քեզ խանդում։ Բա ինչ անեմ։ Աչքերս փակեմ, չնկատեմ ոնց է իր նախկինիդ հետ ստեղ ջերմ նստած։ Մի հատ կլինի հանգստանաս, Մագդա։ Ես հիմա այն վիճակում եմ, որ մի կերպ եմ ինձ զսպում, որ այս տան մեջ ինչ կա, չկա, չտամ ջարդեմ, իսկ դու ինչ ես խոսում ու ինչ ես մտածում։ Հա, փոխանակի ես ներվայնանամ, դու ես արդեն ներվայնանում։ Թե հարցակումդ պաշտպանության ամենալավ ձևն է։ Այդ երևի քո մեթոդն է, հա։ Չէ, դու իմ ասածից պետք է հենց այդ հասկանայր, հա։ Բա էլ ինչ անեմ։ 2 րոպե ուշ մտնեի, չգիտեմ ստեղ ինչ էի տեսնելու, ասենք կարողա։ Ասենք կարողա ինչ, Մագդա։ Չէ, դուք լուրջ այդ կարծիքին եք իմ մասին, հա, դու իմ մասին այդ կարծիքին ես, որ պետքա տես բաներ մտածես։ Այդքան եմ ձեր աշխից ընկել ես, հա։ Ես Հասմիկին չեմ էլ ուզում տեսնեմ, առհասարակ, ուր մնաս մի հատ ընենց իրավիճակ ստեղծեմ, որ գազ տեսնես ու խանդես։ Ոնց հասկացա, Էլիզը տանը չի, հա։ Հա, Էլիզը տանը չի, բայց նես չի, որ Հասմիկը եկել էր Էլիզի մոտ։ Դե ապրես, որ այդ փաստը տենց դեմքիս ես շպրտում։ Մագդա, ես հիմա ահավոր վիճակում եմ։ Ես տուն եմ կորցնում, տուն։ Իսկ դու ինչ ես խոսում։ Այսինքն, ինչ ա եղել։ Թե որ եկած չեկած Հասմիկի վրա չկենտրոնաներ, շատ հնարավոր է, որ ասեի, բայց հիմա չեմ ասելու։ Ոչինչ, հաստատ հիմա էլ կարաս ասես։ Ասա հասկանամ ինչ ա կատարվում։ Բայց չասիրես, որ կամին է քեզ մեր կողմերը բերել։ Ընդունում եմ, երկար ժամանակա չկայի։ Հայդո ջան, ես քեզ հասկանում եմ։ Դու հիմա պետք է Նորոյի ու Էլիզի կողքին լինես։ Վիշտը շատ դժվար հաղթահարվող բան է։ Հա ու վատը այն է, որ մենակ այդ վիշտը չի։ Հիմա էլ մի հատ նենց պրոբլեմի մեջ ենք ընկել, որ չգիտենք ինչ պիտի անենք։ Այսինքն ինչ ա եղել։ Մագդան տանը չի։ Մի հատ իր հետ խոսամ, հետո կպատմեմ քեզ։ Չէ, գնացել է Նորոյի մոտ։ Դու այն ասա հասկանամ ինչ ա եղել։ Բաբկենը համար տատնին խապել է, տունը իրանով արել ու ծախել։ Ոնց։ Բա մենք էլ ենք նոր իմանում։ Տան սեփականը տիրոջից։ Պատկերացրու քո համար հանգիստ անը նստած ես, ինչ որ մեկը դուրը թակում է, ասում է բարև ձեզ, ես այս տան նոր տերն եմ։ Լավ, բա հիմա ինչ եք անելու։ Հա հենց այնպես էս տունը չեք թողնելու։ Ինչ անեմ, Մագդա, Հասմիկի խորհրդին հետևեմ, գնամ ծնողից դեմ ցույց մտնամ, Դե չէ, բայց չկա։ Ես պետք է ամեն ինչ անեմ։ Ես պետք է այս ամեն ինչի տակից կարողանամ դուրս գամ։ Դրա համար պետք է կարողանամ տուն գտնեմ։ Նես տուն, որ տիրոջ հետ պայմանավորվեմ, առաջին ամսվա գումարը չտամ, երկրորդի հետ միասին նոր տամ։ Կարճ ասած, նենց աշխատանք պետք է գտնեմ, որ կարողանամ այս ամեն ինչը լուծեմ։ Ու հիմա ես ինձ վատ եմ զգում, որ այս թեմայով քո հետ եմ խոսում։ նորով հաց գալու ոչ մի բան չկա։ Ու հերիք այդ սահմանը մեր մեջ դնես։ Մենք շուտով ընտանիք ենք կազմելու, ու դու էլի այդ խնդիրների իմն ու քոնն ես անելու։
Վատը այն է, որ հենց մոտենում ենք, որ պետք է ընտանիք դառնանք, հենց մի խնդիր է առաջանում, որ նորից հեռանում ենք։ Ու ես չեմ ուզում, որ դու իմ հետ Վերջ շարունակես էլ։ Ես չեմ ուզում ես իրավիճակում դու իմ հետ տանջվես, Մագդա։ Նորը ես արդեն սկսում եմ ինձ ված գալ։ Քեզ թվում է ես չգիտեմ դժվարությունը ինչ բան է, կամ չեմ հասկանում։ Հա, ես իմ կյանքում դժվարություններ չեմ տեսել, որովհետև Արշակը իմ համար ամեն ինչ արել է։ Դու ոնց ես Էլիզի ու Ալինայի համար ամեն բան անում։ Տենց էլ Արշակն է իմ համար արել, բայց իրոք ես ամեն ինչ հասկանում եմ։ Գիտես քանի անգամ ա եղել, որ Արշակը նեղված կամ ներվայնացած գատում, որովհետև ինչ-որ բան չի ստացվել, ինչ-որ բան կորցրել է, բայց այդ ամեն ինչից չի հիասթափվել։ Ինքը ուղղակի քարը քարին դնելով հասել է նրան, ինչը այսօր ունենք։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դու նեղվես։ Ու ուզում եմ իմանաս, որ ես միշտ քո կողքին եմ։ Ես քեզնից շքեղ զարդեր կամ ինչ-որ ապարանքներ չեմ ուզում։ Ու չեմ ուզում դու ինձ թագուհու կյանք տաս, թագուհու պես պահես։ Որովհետև ամեն իրավիճակում ես գիտեմ, որ ես քո թագուհին եմ։ Ու գիտես ինչի։ Որովհետև ես քեզ սիրում եմ ու վերջ։ Դու իրոք իմ հանգստությունն ես, Մագդա։ Ես չեմ ուզում հիմա պապայի տարածները քննարկենք կամ վերլուծենք, որովհետև հասկանում եմ, որ դու հիմա կրկնակի հիասթափված ես։ Բայց միշտ իմացի, որ դու մենակ չես։ Ամեն պարագայում ես միշտ քո հետ եմ։ Իսկ ինչը վերաբերվում է Հասմիկին, ես առաջ մտածում էի, որ ինքը մեղք է, բայց հիմա հասկանում եմ, որ մենք ենք մեղքը։ Բայց բան չկա, տենց մարդիկ վաղ թե ուշ իրանց պատասխանը մեկա ստանալու են։ Այ քեզ բան։ Մարդը ինչ սիրտ պետք է ունենա, որ սեփական երեխեքի ձեռքից տունը տանի։ Էդ ով է էդի։ Ես իմ է։ Ես հազիվ եմ ինձ զսպում, որ նորեի մոտ այդ բաբկենի մասին վատ բաներ չխոսեմ։ Ես էլ դրանից ոչ մի տեղեկություն չունեմ։ Քանի կար սպառնում էր։ Փաստորեն ուզածը փողն է եղել։ Ես որ շուտ իմանայի, այդ փողը կտայի կճամփեի, չէի թողի, որ ձեռքը հասներ երեխեքի տանը։ Բա ինչ անենք Արշակոպար, ինչ խորհուրդ կտաս։ Պետքա բաբկենին գտնենք, հասկանանք սահմանը հատելա թե չէ։ Նոր ճանապարհին պապայի ինգերը զանգեց։ Նախնական տվյալներով ինքնաթիռով սահման չի հատել, բայց քաղաքում էլ չի, հետաքրքրվել ենք։ Դու ամեն դեպքում պետքա մտածենք, հո չենք թողնի, որ երեխեքը դրսում մնան։ Ու հիշի, որ դու ամբողջ կյանքում քո արած մեղքերի համար ես պատասխան տալու։ Ու մի խորհուրդ քեզ կտամ, կյանքում չզարմանաս, թե ինչի ես դու այսքան դժբախտ, թե ինչի է քո կյանքը այսքան վատը, որովհետև դու սրան ես արժանի։ Դու արժանի ես նրան, ինչ հիմա ունես։ Գիտեմ, որ երեխես ճիշտ է ասում Տեր։ Ու իմ գործած մեղքերը իրոք շատ են։ Ես երևի քո դուռը գալու ու քեզանից ներողություն խնդրելու իրավունք էլ չունեմ։ Բայց ուր գնում եմ ճանապարհս նորից քեզ մոտ է բերում։ Խնդրում եմ օգնի ինձ։ Օգնի հասկանամ, թե որն է ճիշտը։ Մնալու երեխուս ներմանն արժանանալ, թե
թե գնալ ու իրեն հանգիստ թողնել։ Մի հուշում տուր ինձ դեր։ Աղաչում եմ։ Ալո, Նորո ջան, բարև։ Գևորգյանն է։ Շտաբ պետքա որ գաս բաժին։ հիմա ինչ ա եղել։ Բաբկենի հետ է կապված։ Եթե խոսքը Հասմիկի ասածների մասին է, Չէ, ավելի լուրջ է։ Բաբկենին են գտել։ Կարևորը որ գաս։ այսինքն ինչ ա նշանակում գտել ենք։ Ողջ է։ Նորո ինչ ա եղել։